Եթե ինձ սխալ ինֆորմացիա են տվել, ես ուզում եմ որպեսզի ցեղասպանության թանգարանի այդ բոզզի տղեն հանդես գա հայտարարությամբ եւ ասի, որ գումարը փոխանցվել է։ Հիմա մենք արդեն քարը տեղադրել պրծել ենք, ոչ թողեցին մենք քարը տեղադրենք, ոչ էլ քարը տեղադրում են իրանք։ Նիկոլ, այդ քարը դնեմ երեխեքից վրան, հատ, սև քարերը բերեմ, շարեմ, փոքրից մեծ, բոզի տաղա, վեկալ զանգի ֆինանսների նախարարին, ասա ընտանիքից ծասնեմ ցայտաղբյուրի մոտ։ Ինչ եղավ ցեղասպանագետի գերեզմանի հարցը, ինձ չթողեցիք, ասիք մենք ունենք, մենք անեմ ենք, բայ հիմա արա, ղախպի սերունդ։ Ես տալիս եմ մի քանի օր ժամանակ, որպեսզի թանգարանի պոռնիկի վաստակը հանդես գա հայտարարությամբ կամ զանգեն Երևան գայի պողոտայրկու ասեն գումարը փոխանցվել է թե ոչ։ Եթե չէ, կնգա դլոն վարդի նման բացած տանելու են դնեմ ցեղասպանագետի գերեզմանի վրա, որ ով անցնի դառը թաթխի կնա եւ այլն։ Հասկանալի է։ Անցակ առաջ։ Եվ ասում է, и сами не летают, и другим не дают։ Մյուս բողոքը Հանրային ձայն ահազանգել են եւ իրենց բողոքն են արտահայտում Կոնվերս բանկի տնօրենը նախագահային Շխերի գլոխա Գրիգորյան Անդրանիկի եւ Ավակիմյան Զարուհուց Քաղաքացի Սուրեն Օքմինյան անուն ազգանունով գանգատվում է որ վերջինիս հաշիվը ապօրինի կերպով սառեցված է 87000 դոլար ինչ-որ գումար, մարդը ինչ-որ հողածախ է, տունածախ է, չգիտեմ, դա ինչ չի, հետարքերում դրելա բանկ, հիմա ուզում է հանի, բանկը չունի նախաքննական մարմնի, դատարանի կամ ինչ-որ մի այլ տեղի որոշում, ու ասում է, քանի որ այդ փողը գտնվում է քո կնգա հաշվի համարի վրա, քո կնիկն էլ համարվում է մի հատ անուշ ապերի ընտանիքի անդամ դուստը, դա մաս չենք տալում։ Ասում եմ, եթե կա դատարանի որոշում, ինչ եք ուզում, ասում պարոն Ղուկասյան, դատարանի որոշում չկա, ուղղակի բանկը չի տալի, սառեցրել է։ Ասում եմ, սառացնողը ով է, Ավակիմյան Զարուհի Գրիգորյան Անդրանիկ։ Ուրեմն ես հիմա դիմում եմ Ավակիմյան Զարուհուն եւ Գրիգորյան Անդրանիկին։ Վաղը կամ դուք Սուրեն Օքմինյանին ցույց եք տալի դատարանի վճիռը, կամ քննիչի որոշումը, կամ չգիտեմ ինչ-որ մի որոշում, որը որ հիմնավորված է ձեր գործողությունները, որ դուք գումարը սառեցրել եք, կամ կենտրոնական բանկի նախագահան գալիս է Ավակիմյան Զարուհու տուն ու Գրիգորյան Անդրանիկի տուն, առանց տրուսիկ։ Եվ բնականաբար հանրային ձայնը կհորդորի իր բոլոր հետևորդներին հեռու մնալ Կոնվերս բանկից։ Կոնվերս բանկ, Գանդոն բանկ, հասկանալի է։ Նույնից եմ կրկնում, վաղ առավոտյան ժամը 11:00-ին ձեր մոտ է կանչում քաղաքացի Սուրեն Օքմինյանին թուղթը կողում եք լույսը, ասում ես տես որոշումը, կամ ասում ես այլիք 77000 վեկալուց եք դրեղի։ Մյուս որպեսզի ինձ վաղը այս մարդը չզանգի։ Եթե ոչ, Ավակիմյան Զարուհին ու Գրիգորյան Անդրանիկը թողնցալից չնեղանան։ Վերջ։ Այսքան բան, կուլտուրական նախազգուշացում։ Անցանք առաջ, մյուս բոզիտողությունը։ Ես իմ նախորդ հաղորդման ժամանակ երկու հաղորդումների անդրադարձել էի Եռաբլուրի դեպքին։ Վաղը կլինի 2 տարի, սեպտեմբերի 27, ինչ սկսվեց 44 օրյա պատերազմը եւ մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Վաղը տարին է։ Ես հուսամ, որ վաղը իշխանություն կոչված բոզի տղեկից ոչ մեկ չի գնա Եռաբլուր։ Ես այդ հույսը ունեմ։ Ես անդրադարձել էի, որ այնտեղ մի օր ասել էի Գասպարյան Վովա, հաջորդ օրն ասել էի Մարտիրոսյան Սաքո ժողովրդի մոտ առաջացել է թուրիմացություն, հիմա ում հրամանն է կատարվել, բացատրեմ։ Մարտիրոսյան Սաքոն Նիկոլի անվտանգության պետն է, որը հրաման է տվել ցրել այսպես ասած ցուցարարներին, ծնողներին։ Գասպարյան Վովայի, այսպես ասած, դենչիկները
իրենց բարի գործը մատուցել են MVD-ի մինիստրին, գործող, հուշելով ոնց ցրել, ոտու ձեռ առել, վեկալել, տոնել, թալել միտեղ, չեմ ուզում արտահայտվեմ ուրիշ ձև, որպեսզի ժողովրդի մեջ, եմ որ ասում հիմա սակոնա, թե էնա, մեզ սակո ասելա ցրեք, մե բոզի տղա ասելա ոնց ցրեք, այդ ուրիշ բան է որ ասում են ցրեք, ուրիշ բան ասում են ոնց ցրեք, Մարտիրոսյան սակոն ընդամենը պետքա, եթե նորմալ իսանելներ, պիտի ասեր ծնողներին մի կողմ տարեք, որպեսզի այս պահպանյալ բոզի տղան գա բարձրանա գնա ծաղկեպսակ դնի, զինվորի ծնողն էլ գա ծաղկեպսակը վեկալի տաշի գցի բան մի կողմ, բայց քանի որ Մարտիրոսյան սակոն ինքնին նաև տգեդա, տվել է ցրել հրամանը։ Վովայականներն էլ որոշել են նման գործողությամբ, որովհետև այլ ձեռագիր իրանք չունեն, այդ ձև ցրել, ոտու ձեռ բռնած տանեն տփել ասֆալտին։ Պրոցեդուրից են կրկնում, MVD-ի մինիստրն է շատ կուլտուրական մարդ, իր դժբախտություն մեծ, ճիշտ չի, Վայ Ղազարյան, ես այսօր չներկայացրեցի ձեզ նույն անձնակազմը, որ նստած է, որ այդ հրաման տվող այդ ով ասելա վերցրեք, ոտու ձեռով եկալեք տարեք, տվյալ անձնավորությունը դուք պիտի հանեիք ու սիկտիր անեիք, որը մինչև օրս աշխատում է։ Մի վարքյան։ Հենա եկա պատասխանը։ Ես չգիտեի գնալու են, թե չեն գնալու, ես հուսամ, որ չեն գնալու, մապտի ամոտ հասիպ առանապատվություն է ունենա, քո պատճառով է եռաբլուրը լծվել, բոզի տղան, կան մեզ եռաբլուր, որ ինչ անես, ենա գրին, որ չի է թալու վաղը, գալողի սև ծավն է թալու։ Ուրա են արդարադատության նախարարությունը և քերակատարողական վարությունը։ Փուլ առ փուլ։ Քրիստիկ կանչի Սուրեն Պապիկյանին, թողա ղախպեն և արդարադատության նախարարին։ Ուրեմն քերակատարողական հիմնարկում վերջի 1-2 օրվա մեջ մենք ունենում ենք միջադեպի հետևից։ Նախ Նոբարաշեն քերակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 29 խցի դատապարտյալ Զորո Կարապետյանը, մոտ 35 տարեկան, են որ ասում է քնե չի հելեն, ոնց որ կասել մեր հարևան Զոյան, տակ քնե, պաղ հել է խշտղեն, ասում են ինֆակտ։ Եվս մի հոգի արմավիր քերակատարողական հիմնարկում ոմն Անտոն, ոտերը բռնելա մախելա պոլին, ոտերի մխած լուսանկարը կտեղադրվի Telegram կանալ և YouTube մի դրեք, Telegram կանալ դրեք, հետո կբռնեն բան կանեմ, ոչմ կակելապակեն։ Մեկ այլ միջադեպը տեղի ունեցել Ցեբեյում։ Դատապարտյալը իրան բռնե փրտրտե, չգիտեմ, թևատակերով, մևատակերով, ոտով, ձեռով, անունը Վալոդիկ։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ է կատարվում քերակատարողական հիմնարկներում։ Ասում եմ, մեկը մահանամա, մեկը Իանաբանը մխամ, են մյուսն Իանաբանը փրտրտամ, ինչ-որ և ամեն ընդամենը մի քանի տորվա մեջ, ինքեր քերակատարողական վարության պետ։ Պորնո, մենք ընգակ բնը պատերազմով չգռլինք, ենչարինք, հաբրգակ, և ինչից է մահացել 35 տարեկան Կարապետյան Զորոն, պատճառը։ Մեկը մեկ հետևից է թմեն։ Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ուրա, հայտնել Արզնի թռչնաբուծական ֆաբրիկային, ինչպես գիտեք, կար մի քաղաքացի, ով առաջինն էր վառել, եթե չեմ սխալվում, Արման, ով առաջինն էր վառել իր տունը Աղավնոյում, դրա հետ կապված հանրային զանգուսակցությունը տրամադրեց բնակարան Գեղարքունիքի մարզում։ Արզնի թռչնաբուծարանի հետ բանակցությունները բերեցին նրան, որ Արզնի թռչնաբուծարանը 100 հատ ածան հավ է նվիրել Արմանենց ընտանիքին, դրանով իսկ թեթևացնելով
վերջիներիս սոցիալական ավիճակը։ Շնորհակալություն Արզնեի թռչնաբուծարանին։ Լավին լավ, վատին վատ։ Ահա։ Ընդամենը օրեր առաջ ես իհարկե չեմ հետևում մարզաշխարհին, մնում է դրա ժամանակը ես ունենայի, բայց շատ հետաքրքիր բան տեսա, Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղ, որը ավարտվեց 5-0-ով։ Նստած խոսում եմ մի քանի հոգու հետ, այդ թվում նաև ֆուտբոլիստնի, այն սիլիկոնովի բդերով ժողովուրդը, ասում իշնա պատճառը, լավ, 11-12 հոգով մի հատ գնդակ դուք չկարողացաք խփել։ Երբ որ համեմատություն եմ հասկացնում ֆուտբոլի եւ Հայաստանի ներքաղաքական դաշտի մասին, իրավիճակը նույնն է։ Իրավիճակը, ասենք, այնքանով է նույնը, որ եւ հայաստանյան ներքաղաքական դաշտում ինչքան կուսակցություն կա, բոլորն ուզում են դառնալ միանգամից պրեզիդենտ ու վարչապետ, բայց երբևիցե դաժե Խանձրազանի քարտուղարուհի, վարդուհի աշխատած չկան, որ գոնե հեռախոս վեկալի դնից, այս աշկերը բնը կսի, կոֆե դնի, Մարիկոնիշ կոֆե խմես, մտնի հանի դնի։ Դաժե որպես վարդուհի չեն աշխատել, կամ Կարինե, զուպի քարտուղարուհի, Կարինե, որ համ ոչ իմ կյուրեղանին էր, ոչ իմ քարտուղարուհի, համ բանը մենյուին էր, ոչ իմ զինվորների գրում եւ այլն։ Երբևիցե պետական հիմնակ չեն մտել։ Բայց ասում է չէ, prime minister կամ president, minister էլ չէ։ Նույնն էլ ֆուտբոլի դաշտում է 11 հոգով է, 11-ից 11-ն էլ ասում է ես պիտի գոլը խփեմ։ Ինքը չի պասը տա, խոսքի օրինակ Արտյոմը Վարդանին, որ Վարդանը գոլ խփի, չէ, ինքը պիտի խփի, բայց ուկրաինացի անուշ ապերներն էլ մեջումը դնում են, ըսկի չեն թողում դաշտի կեսը անցնի։ Այդ մեկ։ Երկրորդ, վերցնում ես նայում ես այդ ֆուտբոլիստների ապրելակերպը, կենսակերպը, տո խմում են, տո ծխում են, տո բոզի են եթեմ, որ գոնե գյոթի գնային ջանդամ գյոր, բոզի են գնան, տո եսիմ ինչ ասես անեմ են, դիխանի մոր մշ, հետո կոչվում է ֆուտբոլ, ես չում կարում 5-0 կրվում են, ես եթե բան ըլներ, չգիտեմ, ես ըլնեի NKVD-ի կամ KGB-ի բան մինիստրը ու Հայաստան ըլներ, չգիտեմ, իզգոյ մի հատ բանը պետություն կամ ինչ-որ մի ձևի, հա, ինչ-որ փակ դիկտատուրական, այդ քանի օքյա մտե դաշտ, բոլորին գնդակահարել։ Տրեյներով սկսած։ Են ցածր խմբի ֆուտբոլիստների աշկի առաջ կասեմ տեսակ, հաջորդը դուք եք, դե հիմա մտեք 5-0 կրվեք ելեք։ Ոնց Հիտլերն արեց ամբողջ բանը ֆուտբոլի թիմը գնդակահարեց, այնուհետև կարելի ես։ Բայց ուզում հասկանամ, եթե դուք պիտի հոկտեմբերյանի Երևանյան 18-20 շենքի հավաքական էլ նույն բանը կբերեր, ռեզուլտատը, ինչ-որ սրանք, 5-0, բայց ես ուզում հասկանամ սրանց պահելու իմաստն ինչու՞մ է, ֆուտբոլի թիմ պահելու իմաստն ինչու՞մ է, մենակ տենա ժելեյոտաց, էտոտեն սիրուն դուխիներ վրեն լծած, բդերը չրած շորտիկով, հեռախոսները ձեռը նստած դլո են կապը, ֆուտբոլիստա կոչվում, օրը 24 ժամ դլո, ոնց ֆուտբոլիստի հեռախոսը բացես էտա, WhatsApp, Viber, Telegram, Instagram, դլո և մենակ դլո։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը ֆուտբոլ պետք չի, համենայն դեպս առաջիկա մի քանի տարին, փագեք սիկտիր արեք, ոչ իմ կծեք, բանը թոմնա, չուլանը, 5-0, էնելում Ուկրայինային, թողած մեզ խոսան, ես միշտ էլ ասեմ հայերը հավաքական, ինչ-որ թմային խաղերի մեջ 0 են, որտեղ սաղ ուզում են դառնալ պրեզիդենտ, հայը իան կարումա ցույց տա միայն, չգիտեմ, ադինոշնի մարզաձևերի մեջ, բոքս, չգիտեմ, բարբա, ձուդո եւ այլն, եւ ձեռնահարություն։ Իդիոտի։ Եվ սա կոչվում է ֆուտբոլի կամանդ։ Ռաստրելած նախույր։ Անցնենք առաջ։ Ղախտնոց։
Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի Գանդոն։ Так, հլմիրը պեսան ես անադարում դոշ։ Ռոբերտ Քոչարյան, մկադորաս իմ խորոտ։ Մեկ հեսել կառաջադրա է, ոչ մկադարնանք Ռոբիկին։ Ուրեմն Ռոբիկ, մեզ շատ հետաքրքիր նամակ անգել մեր ձեռը, այսինքն ոչ թե նամակ անգել մեր ձեռը, ես մի քիչ ավելի ճիշտ արտահայտեմ, բողոք անգել մեր ձեռը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանին 1 տարի առաջ այս օրը 26/09/2021 թվականին Ռոբիկս ունի Facebook-յան էջ երևակայի։ Իա Facebook-յան էջին գրել է մախոտ անց դիմում բողոք, կոպիտ ասած, որտեղ ասում է հարգաժան Ռոբիկ միտքը խնդրում է հետամուտ լինել խոստմանը եւ փակել ֆինանսական գումարների պարտքը Երևանյան շտաբերից մեկի կենտրոնի մասով։ Ես հեսա մի հատ փորձեմ մեր այսպես ասած խակերային ընկերությունն մատակարարել է, էտա գրակը։ Հարգելի պարոն Քոչարյան, ձեզ դիմում բլա բլա բլա։ Համանzան Հայաստան Դաշինքի շտաբի համապատասխան պատասխանատուի նախապես բլա բլա բլա։ Պարոն նախագահ, առ այսօր չի վճարվել աշխատավարձի մի մասը, պարգևատրումը, բլա բլա բլա, եւ խնդրում եմ կարգադրել կենտրոնական շտաբի համապատասխան պաշտոնյաներին կատարելու ստանձնած պարտականությունները, բլա բլա բլա։ Այսինքն այդ շտաբը, որը որ աշխատել է Ռոբիկի համար, պիտի ստանար $6000, $6000-ից ստացել է $5000։ Ես ասենք ես հարցրեցի, հետարքրված, մի հատ հələ ճշտեք, ովքեր են այդ կենտրոնի գրասենյակի պատասխանատուները, Սայաթ Շիրինյան եւ Արմեն Մանուկյան։ Ռոբիկի փողերը կերել է, չեն տվել, մարդիկ բողոքեր են։ Հիմա իա չգինամ, մի տարի անցել է այդ մարդիկ իրանց փողը ստացել են, թե չէ, բայց որքանով գիտեմ, չէ։ Եթե Ռոբիկ դու իմ ասացի վրա կասկածում ես, մտնում ես քո Facebook, բացում ես Messenger-ը ու գտնում ես 26/09/2021 թվի նամակը։ Ու եթե կասես սուտա, թույլ եմ տալի թեքես դեմքիս։ Ասես սուտա, ասես նամակ ես չեմ ստացել։ Պարզա։ Էդի Ռոբիկը։ Սուրեն Պապիկյան։ Մենք ստացել ենք բողոք նախկին 75937 զորամասի երկրորդ գումարտակի նախկին կամբատ Մելոյան Մուշեղից։ Մելոյան Մուշեղս, որը որ փոխանակ հետամուտ լինի դիրքերի սպառազինությանը, բրոնեժիլետներին, կապի խնդրին, դեղորայք, սնունդ եւ այլն, գալամա դիրքեր սկսում է իրան ցույց տալ։ Այս հիմա մենք բոլորս հասկանում ենք, որ դիրքերում արդեն ցուրտ է։ Զինվորներին չի թողում հագնեն տաք շորեր, որը որ ասենք ուղարկված է դսից։ Ու քաղաքացիական է, բայց մարդիկ ասում են, քաղաքացիական շոր մենք հագնում ենք տակից, վրից բանը, ֆորմեն։ Չկան հիգիենիկ պարագաներ, բիլյո, շարֆ, գլխարկ, ձեռնոց եւ այլն։ Գալիս ասում է պարոն Ղուկասյան, թրաշի համար է խոսում, այս անմխի թրաշված չէ եւ այլն։ Զինվորները շատ ճիշտ բան ասում է, ինչով թրաշվեմ։ Խռովս, երբ որ ամեն ինչ թողել ենք զորամասում, փախել ենք, հաջորդ օրն էլ մեկ մեր ոտով կամավոր բարձացել ենք պոստեր, խոսքը վերաբերում է Վարդենիսի թևին։ Գումարած դրան բացի ինքնահաստատման փորձեր անելը, նաև քացով, մացով, հարվածել առանց այն էլ ոտքի վիրավորում ունեցող զինվորներին։ Զինվորները նորից եմ կկնում չունեն բիլո, շարֆ, գլխարկ եւ այլն։ Ես հիմա դիմում եմ Մելոյան Մուշեղին։ Ինչ չի քորում տեղի ռազմական ոստիկանության պետը ով է։ Մելոյան Մուշեղ, մի անգամ էլ եւս դու բուն խնդիրները թողած, տակ շոշ, հիգիենիկ պարագաներ, բիլո, շարֆ եւ այլն զբաղվելու փոխարեն բարձացել ես մարտական դիրք, փորձել ես, ինքնահաստատվես զորքի մոտ, ես քո տուն ու տեղը կանեմ մոր մշ։ Սա իմ վերջին նախազգուշացումն է Մելոյան Մուշեղ եւ նմանատիպ բոզի տղեկին։ Նմանատիպ մեկ հատ խնդիր մենք ստանում ենք Ջերմուկի թևից,
Զորքը բողոքում է Սմբատ Գրիգորյանից։ Ես ուզում եմ, որ այս թեման, պարոն Աբազյան, ձեր մոտ դառնա քննության առարկա։ Հիմա մենք ունենք նման տեղեկություն, որ ամսի 13-ին սեպտեմբերի 104 դիրքի կողքի Սարը վեկալում ուղարկում են անձնակազմին, ասում են գնացեք այդտեղ, տիպը ընդեղ գտնվում են մեր ստորաբաժանումները, տալիս են այնպիսի կորձինատ, որ զորքը գնում է եւ ուղիղ հագնում է հակառակորդին։ Կամ հրամկազմը չի իմացել, որ ընդեղ արդեն հակառակորդը սպասում է, կամ դիտավորյալ ուղարկել է ուղիղ հակառակորդի գիրկը։ Ձեր հակահետախուզությունը պարտավոր է սա ստուգել։ Հիմա կասեն, սա եթերային չի, խեք տալի եթեր, լավ եմ անում։ Որպեսզի պարզվի, սա ճիշտ է թե ոչ։ Մյուսը 101-ից 104 հետևի մարտկոցները ինչ են արել։ Եղել է շուրջ X քանակի, պայմանական վեկալ ենք, խոսքի օրինակ ասենք 1200 սնարյադ։ 1200 սնարյադից գերակշիռ մասը տարել են, որ պիտի փոխեն բերեն, մինչև օրս չեն բերել։ Պարզեք, ուր են տարել, ովքեր են տարել, ում հրամանով են տարել եւ խի հետ չեն բերել։ Ահա զանգամա զորքը։ Զորքը ասում է գտնվում եք բաց երկնքի տակ։ Պավովը գոյություն չունի, առհասարակ հակառակորդի բեսպիլոտիկներն էլ անպատիժ պատտվում են, մեր գլխավերևում։ Գումարած դրան էլ ասում է ոչ տուն կա, ոչ դաթար կա, ոչ տեղ կա, ոչ գնալու տեղ ունենք։ Ուզում ենք գոնե մի օրով գնանք ու չեն թողը։ Ես էլ բացատրեցի ինչ տուն, այս խառը պատերազմական ժամանակ։ Գրիգորյան Սմբատ, Բոզի տղա Սմբատ։ Ինձ զանգահարեց մի շատ ինտելիգենտ անձնավորություն, մշակութային գործիչ, ես նաև ինքս էի զարմացած, որովհետև վերջին երկու օրվա մեջ նման հարցի շուրջ ես ստանում եմ 2-3 ահազանգ կամ խնդրանք, որոշակի բոզի տղայք ասում են, ովքեր են լսում դոգին, այն ամենահետամնաց մասը, գեղացի մասը եւ այլն, ես ուզում եմ նման պոռնիկի վաստակներին բացատրեմ, որ Վարդան Ղուկասյանի աուդիտորիան բավականին ընդարձակ է, տարբեր խավեր, սկսած պրոֆեսորադասախոսական անձնակազմ, վերջացրած հասարակ ռամիկ ժողովուրդ։ Եվ այսօր ինձ ես ունեցա հեռախոսազրույց մի շատ հարգված, պատկառելի տարիքի, խորհրդային միության, որ ասում է շկոլայով մշակված անցած մի ականավոր մշակութային գործչի հետ, ով ասեց, պարոն Ղուկասյան, ես խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք ձեր եթերով այս խնդիրը բարձրաձայնեք, մենք ցանկանում ենք, այսինքն դիմեք մշակութային գործիչներին, որպեսզի Երևանի կենտրոնում տեղադրվի մեծ կոմպոզիտոր եւ երգիչ Հայկոյի արձանը։ Ես բնավ դեմ չեմ, ես ինքս կողմ եմ, որ այդ երիտասարդ տաղանդավոր անձնավորությունը իրոք պետք է ունենա իր արձանը Երևանի կենտրոնում։ Իհարկե այսօր պահա մի փոքր այն չէ, բայց մշակույթի նախարարությունը, քանի որ այս պայծառությամբ ոչնչով զբաղված չէ, եւ ես ուզում եմ դիմեմ այն Հայկոյին ընկերներին, ովքեր որ ներկա են թաղմանը, միգուցե համախմբվեք եւ ինչ-որ մի ընդհանուր եզրահանգման կողմ գաք ձեր ֆինանսական միջոցներով եւ այլն, որովհետեւ պետությունը դաժե հասարակ գերեզմանակարժ չի դնում, ձեր եկամուտներից 3%, 2% գցվեք, կոպիտ ասած, եւ պատվիրեք Հայգոյի արձանը եւ վերջում տեղադրեք Երևանի կենտրոնում։ Քանի որ գնաց խոսք դրանից, այսինքն մշակույթից, միանգամից ուզում եմ բարի գործից ես հայտարարեմ, որ Սուրմալուի դեպքերի հետ կապված այն անձինք, ովքեր որ արդեն դիմել են հանրային ձայնի գրասենյակ, իրենց ֆինանսական օգնությունը ստանալու, հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին բոլորին հրավիրում ենք, այսինքն այն մարդկանց, ովքեր որ արդեն դիմել են,
գայի պողոտա երկու իրենց ֆինանսական աջակցությունը ստանալու հանրային ձայն կուսակցությունից։ Նորից եմ կրկնում, դիմում են արդեն այն մարդիկ, ովքեր մինչև իմ ասած օրը դիմումները արդեն ներկայացրել էին։ Նորից եմ կրկնում, հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին թող գան հանրային ձայն կուսակցության գրասենյակ ստանալու իրենց ֆինանսական օգնությունը $1000 ընտանիքին։ Մենք լրացուցիչ էլի կհայտարարենք։ Ինչ հետաքրքիր տեղեկություն, այսպես ասած, մենք ստացանք եւ տեղադրեցինք ամենաառաջինը մեր Telegram կանալում, որը որ նշված է այստեղ, կարող եք բաժանորդագրվել արգելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունը, պարոն Աբազյան, Թուրքիային է հանձնել Թուրքիայի կողմից հետախուզվող երկու քրդերի Աթիլա Չիլեն եւ Հուսեյն Յիլդրմ, շատ հետաքրքիր է վերջինիս ազգանունը Յիլդրմ։ Հետաքրքիրը նա է, որ երբ որ աղմուկը գնաց եւ առաջիններից մեկը դա մենք էինք, որ տեղադրեցինք Telegram կանալ, որը համար ես ասում եմ բաժանորդագրվեք, Արդարադատության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, ասեց, որ գիտեք ինչ, մենք ոչ մեկի չենք հանձնել, մենք խաբար չենք։ Ազգային անվտանգությունը ասում է, մենք հանձնող չենք, հանձնող Արդարադատության նախարարությունն։ Երբ որ ես նայում եմ այս դեբատը, պարոն Աբազյան, իմ տպավորությունն է, որ ես տենում եմ Գասպարյան Վովային ու Արշակին։ Գասպարյան Վովան էլ էր ասում, չէ, ես խաբար չեմ, այդ բոզիտաղեն։ Վայ, դոգը դատվել է, այդպես բանալ է, Արշակն ասում է, ես դոգը մորը տարել է, այդպես բանալ է, ես խաբար, դոգը վապշե նստել է, երկու բոզիտաղա։ Հիմա ստեղա, ես չեմ ուզում ձեր հիմնարկին կոչեմ բոզիտաղա, բայց ուզում հասկանալ, քրդերին ով հանձնեց։ Այն որ Արդարադատության նախարարը բոզիտաղա, էդի գրու պեչատուկ։ Հիմա ես ուզում հասկանալ, մեծ երկու քուրդը, որոնք որ ձերբակալված եւ կալանավորված էին։ Իրանքի անսվոտով կամերը դուրը բացի, ու հելան վազա Թուրքիա, ասեն մենք հանձնվում ենք, դուք ասում եք ես չեմ, Արդարադատության նախարարությունը ասում է ես չեմ, բլավ ով էր։ Ով էր, Վարդան Ղուկասյանիկն դիավոտով գնաց, Նուբարաշեն, կենա կատերոգան, ինակի դուրը ջաթեց, վարորդը բացեց, այդ երկու դար բացեց, մտավ ուղիղ գնաց բզրոն, ասեց ես կալանավոր եմ, վերջ, 3 տարի նստում եմ։ Այման նույնն է լավ, ես ոչմ քրդերի հարցով։ Ես եմ ուզում հասկանալ, ամսի 6-ին Նիկոլ Բոզիտաղեն Պրագայում հանդիպելու է Էրդողանի հետ։ Ինչ անավեր էր անում Էրդողանի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, կա 15 միլիոն ամենահամեստ հաշվարկով քուրդ, որոնք որ բնակվում են Թուրքիայում։ Քրդերը եւ պարսիկները հայ ժողովրդի ամենամեծանուն բարեկամներն են այս հարցում, ընդդեմ Թուրքիայի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ինչից ելնելով Հայաստանի իշխանությունները երկու քրդի հանձնեցին Թուրքիային, այն դեպքում, երբ որ նույն Թուրքիան ծսրեց Հայաստանին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Եթե որոշակի բոզի տղեկի դուրա գալեմ թուրքական խեր, այսինքն թուրքի խեր գլգլան է, մեզ դա բացարձակ դուր չի գալու։ Բայց ոչ չասեմ, Հուսեյն Յիլդրմ, լաբարա, Յիլդրմ, Քրիստինե Հալաջան, դու Յիլդրմ տեսած կաս, գիտես չէ, Յիլդրմը ավելի մեծ ու հաստա, քան քո ծլոյ։ Հիմա ես ոչ չասեմ, Հուսեյնը, իա Յիլդրմը, դնի բոլոր այն մարդկանց նավարի բենի մեջ, ով հետամուտ են եղե, այս սրանց Թուրքիային հանձնելու, ում ստորագրությունը դրված է այս գրության տակ, Յիլդրմը դնի սրա ու նավարի բենի մեջ, վերջ, ով ստորագրել է, որ այս քրդերին հանձնեք։ Հիմա քրդեր ղզղներ են։ Մեկ ուղատեր քուրդ հելելա, մի ատանու շապետ կա, թարգմանիչով պիտի ես հույս ունենամ կապի կհանի մեզ, ես այդ ոչմ քրդերին ուզում եմ տամ եթեր։
Ես ուզում եմ քուրդը թակմանիչով նստած, քրդերեն լեզով ասի, չգիտեմ, քրդերեն եզերեն պիտի որոցենք նույնն լինի, ասի կիրեմը բախոն Նիկոլ։ Բա ոնց հիմա ես չասեմ, այս Քուրդիա ելդերեմը տենի արդարադատության նախարարության բենի մեջ ու չհանի։ Թլպատած ելդերեմ։ Կարեն Ավանեսյան, թլպատած ելդերեմ տեսած կաս։ Խոսավուզ դղո։ Դուք պատկերացնում եք։ Եվ կա ասացված վրակ, մայվով վրագամոյ դրուղ, ստեպ դա էլ չի գործում։ Լավ ես չեմ ասկան թուրքի խերը այսքան համով է։ Պարոն Աբազյան, ազգային անվտանգության ծառայությունը գիտա հետազոտական գործունեություն ծավալած կա, ինչով է պայմանավորված հայերի սենց անսահման սերը դեպի Թուրքիա։ Դա ձեր հիմնարկը պիտի աներ։ Հասկանանք, что за любовь? Любовь зла, полюбишь и козла. Yıldırım. Yıldırımı ծսնի սաղին։ Ով ստորագրել է կամ տարետավել է քրդերին, թուրքերին։ Քանի որ գնաց խոսք ռուսերեն, ես ուզում եմ նաև անդրադառնամ Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Так сказать, не очень хорошие времена нам ждут. Люди потоками покидают Российскую Федерацию. Мы видим, что происходит в некоторых регионах России, особенно Дагестан. Я искренне не понимаю правоохранительных дагестанских силовых структур, которые ведут себя подло и омерзительно против женщин собственной нации. Это ужас. Я не ожидал такого, что дагестанские мужчины могут так обращаться с женщинами. Российская Федерация готовится к войне, к большой войне. И что будет потом, никому не известно, но то, что Россия будет использовать ядерное оружие против Украины, это уже не скрывает никто. Это не будет бомба, как бросили на Хиросиму и Нагасаки. Уже нам стало известно, что артиллерийские снаряды 160 миллиметров, 120 с чем-то миллиметров и так далее, вот, у которых внутри есть 0,4 и 0,8 килотонн уран, радиус где-то 15 километров, будут сброшены, мягко говоря, на Украину во время очередного конфликта между Россией и Украиной. Это после референдума, естественно. И исходя из этого будет ужасная ситуация, я уверен, и на Кавказе. Я уже не знаю, обращаться к Владимиру Владимировичу, не обращаться к Владимиру Владимировичу, но то, что Россия должна останавливаться и прекратить все эти военные действия против Украины. Ну, что ты хочешь от суверенного государства? Ну, что ты хочешь? Какие немцы, какие фашисты? У тебя и так широкая территория, где живет 45 миллионов человек. Большинство территорий Российской Федерации не ступала нога человека. Ну, что ты хочешь от этой Украины, блядь? Я уже не могу объяснить. Мы уже вот видим, что творится на грузинско-российском границе. Грузия закрыла уже вход мужчин от 18 до 55 лет в территорию Грузии. То же самое закрыто со стороны Казахстана. И скоро закроет, наверное, Таджикистан тоже. Я не знаю, что говорится, что не говорится. Ամենայն դեպս ոչ մի լավ բան մեզ
չի սպասվում, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշեց նման տեմպերով շարունակել։ Երբ մեզ հասած տեղեկությունների 0.408 կիլոտոն, այսպես ասած, ռադիոակտիվ արկերը, այլ ոչ արկ եւ սնարյադ, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, այսպես ասած, օգտագործել Ուկրաինայի դեմ, եթե ռեֆերենդումից հետո Ուկրաինան հարձակվի Զապորոժիե կամ Լուգանսկի կամ Դոնեցկի ուղղությամբ։ Դե դրանից հետո ինչ կլինի ստեղ, ես արդեն վախենում եմ պատկերացնել։ Իզից Հայաստանի Հանրապետությունում եղան ընտրություններ։ Եվ ի զարմանս ինձ գտնվեցին ռայոններ կամ քաղաքներ, շրջաններ, որտեղ անցավ ԿՊ-ն, օրինակ Թալին, 7457 ձայն գնաց ԿՊ-ի օգտին, Չարենցավանում ԿՊ-ն պարտվեց, Անիում ԿՊ-ն պարտվեց, Քաջարանում մի տեսակ հիբրիդ իշխանություն ԿՊ-ն պարտվեց, Իշխանասար ԿՊ-ն ինչ-որ հաղթեց, Բերդում պարտվեց, Տաշիրում պարտվեց, Ալավերդիում պարտվեց, Մարալիկում պարտվեց։ Որտեղ որ ԿՊ-ն պարտվել է, անկախ նրանից ով է հաղթողը, ես շնորհավորում եմ։ Ես շնորհավորում եմ, որովհետև տվյալ ազգաբնակչության մոտ հայտնվել է ինչ-որտեղ ինքնագիտակցություն եւ մարդիկ հասկացել են, որ այս բոզիտաղեքի հետ հույս կապել ոչ մի դեպքում չի կարելի։ Իսկ ինչ վերաբերվում է Թալինում, ես ուղղակի ապշած եմ, նամանավան երբ որ նայում եմ Թալինի այդ Վորից ճիճուի քիթուբենին, այդ sense չգիտեմ, կյանքից դժգոհ, ոնց որ ճմրթած զուգարանի թուղթ, բայց արդեն կեղտը վրեն քսած։ Նայում ասում եմ 7457 հոգի, ոնց են ձեն տվել այս բոզիտողում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Նամանավան Թալին, որոնց հիմնական գերակշիռ մասը դաշնակներ էին։ Այսինքն դաշնակներ էին իշխան Ղախպեն, որ փրփրով փարթեր կազմակերպում ու փրփրի մեջ ծածան, հագեցրեց նրան, որ 7457 հոգի ասեցին ոչ, ԿՊ-ն թոմնա, թուրքերն գան, մեզիստե ծածանեն։ Նույնն էլ Իշխանասարը, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Իշխանասարը այն դեպքում, երբ որ նույն Իշխանասարի գրեթե մեծ մասը Նիկոլյան իշխանությունը նվիրել է Ադրբեջանին, մել ասում է, այնտեղ ձուն է տարին 12 կողմից, էդի մեզի պետք է։ Ոչ մի կերպ էս ֆենոմենը, Նիկոլի ֆենոմենը ես չեմ կարողանում հասկանալ։ Այս մարդը իշքան ծածանամա, իշքան եգրի մերնանամա մորմեշ, շարունակում են զենք տալ։ Օրինակ ես չեմ էլ ուզում անգամ վիրավորեմ։ Ես ուզում եմ ընդամենը հարց տամ։ Վաղը սեպտեմբերի 27-ն է։ Հարգելի թալինցիներ, նույն Թալինի մեծ մասը սասունցի են։ Ես միշտ հարգանքով եմ մոտեցել այդտեղի ժողովրդին։ Դուք որ գնացել եք ու ձեն եք տվել ԿՊ-ին ու գցել եք ящիկը, դուք նայել եք Եղաբլուրը, դուք նայել եք այդ երկրի վիճակը եւ այլ, ու այդքանից հետո ո՞ց եք դուք ձեն տվել, գոնե եթե ասեմ այդ տեխնացուները մի տեխնացուներ էր, չգիտեմ ինչ-որ մի հատ նորմալ քաղաքական գործի, Կարեն Սերոփիչ, կասեի, հա, կամ Վազգեն Սաքսան, լավ, այս մարդիկ լիդերա գնացել ձեն են տվել։ Շատ ներողություն, թող ինձ այդ մարդիկ ոչ մներ են։ Կարեն Սերոփիչը եւ Վազգեն։ Լավ, լիցկա։ Ասեմ լիցկանա, ասեմ, հա, հեղինակավոր, նայում եմ վրեն, տուալետում նստած ըլնեմ գականգնի, որպես անձ, ես չեմ կաշկանդվի ու դուրը չեմ փագի, ասեմ, աղկո եմ անեմ չտենա։ Զրո կաշկանդվածություն, որովհետև այդ անձին, ումը որ դրել են ԿՊ նայում եմ դեմքի, մոլեկուլ, մանդավոշկա, ցալքի շրջանի մազածածկույթի վրա կեսական գործնեություն ծավալող ոչիլ։
մանկաբույց Get 7457 հոգի այդ մանկաբույցի ով որ ասիկան այդ որ աճմած հալքի շրջանը որ տրոսիկնի չսմցեսնստան հանամեն չտեսնամեն դրան ձայնա տվել Մարդամեկը բազի սահանամ չտեսնան անաբոլեի բայց սրանց հալքից է սպոկը մեն խուճուճ մազերի վերից են որ կիպ կպացա է Պոկը մեզ ու սես ճատ Բա ոչ արեց 7457 հոգի դրան Ո՞ց այդտեղ Նայում ես դեմքին Ակնատ միակ հվի ճանաչում ես մանդավոշկա Վսա Խոշորացված Դեմքը Ողբամ քեզ թալին Ուղղակի ողբամ Ես ինձ այնտեղ չգիտեմ մարդիկ վեկալ է գրել էին ժեխեր, մեխեր եւ ինչ ասես գրել էին Եվ այո մանդավոշկից ձերբազատվելու միակ ամենաալտերնատիվ տարբերակն է որ վեկալ ես բան այն թրաշի պրիբոր լրիվ քեզ թրաշես Կամագով, մամագով, ամորձապարկի շրջանի հետ բոլոր մազածածկույթներ եւ այլն, վերջում էլ մտնես սալարկի մեջ։ Այն նույնը պիտի արվի այս Թալինի 7457 հոգու հետ։ Մարդը գնա մանդավոշկին ձեն տա։ Պիզից։ Ընդամենը րոպեներ առաջ ավարտվեց Պետրոսի եւ Լևոնի զրույցը համեկով։ Մենք իհարկե անդրադարձել էինք այդ գաղտնի հանդիպմանը, որը տեղի ունեցավ Վեհարանում, Լևոն, Սևտրուսիկավորներ, Ռոբիկ, Սերժիկ, Բակո, Արկադի, Մարկադի եւ այլն։ Հանդիպումը եղել է բավականին փակ ֆորմատով, անգամ օգնականները ներկա չեն գտնվել, եւ մեր ասածը, այսինքն հանրային ձայնի բարձրացվածը, առաջի ինֆորմացիան, որը եկել էր հանդիպումից, այո, շատ մոտ է իրականությանը, ես լսեցի Լևոնի ասածը եւ ի զարմանս ինձ հասկացա, որ ես համաձայն եմ այդ մարդու հետ, հիմա բացատրեմ ինչու։ Ինչու եմ համաձայն, ինչու ոչ։ Համաձայն եմ նրա հետ, որ այն ինչ որ մեզ, այսինքն Հայաստանի Հանրապետությանը, առաջարկել է Թուրքիան եւ Ադրբեջանը, դրա մասին գիտի մենակ Նիկոլան։ Այո։ Նիկոլը ու իր հետի 2 կամ 3 իանման աղբի տղա, որոնք նախկինում աշխատել են կարող է DJ, կարող է դերասան չկայացած, կամ չգիտեմ ընդեղ ուղակի բարում նստած պլանքաշ։ Եվ ամբողջ ցավը նա է, որ մի ամբողջ երկրի եւ ազգի ճակատագիր պիտի որոշեն այդ մի քանի հոգին, որոնք որ երբևիցե կամ առասարակ գաղափար չունեն, ինչա պետականություն, ինչա դիվանագիտություն, ինչա պետական ծառայություն։ Այո, ես դեռ համաձայն եմ, որ պիտի լինի տայնի սավետեն ասեմ, չգիտեմ, խորհրդարանական ուժերի կամ լիդերների հանդիպում անվանեմ, չնայած այնտեղ լիդեր ես չեմ տեսնում, բայց այն որ Սևտրուսիկավորները դա լինի Արամ առաջին, Տգարեգին Բ, այն որ առաջի նախագահ կոչված, երկրորդ նախագահ կոչված, երրորդ նախագահ կոչվածները, Ղարաբաղի բոլոր նախագահ կոչվածները, ինչու՞ չէ նաև արտախորհրդարանական անդիմադիր կուսակցություններից եւս իրենց ղեկավարներով, այդ թվում նաև հանրային ձայն, պետք է հավաքվեն կլոր մեծ գիտությունների ակադեմիայի կլոր սեղանի շուրջ եւ Նիկոլ Կոչեցյալը պետք է ներկայացնի խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ինչպես նաև հոգեվոր դասի կամ ոչ հոգեվոր դասի նախկին ու ներկա նախագահ կոչվածներին, ինչա դեմ տվել Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ մենք հասկանանք ինչը ստորագրվի, ինչը չստորագրվի
Եվ այն մարդիկ, ովքեր որ պիտի ասեն կողմ ենք ստորագրությանը, իրանք պետք է հասկանան ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա։ Ովքեր որ ասում են դեմ են ստորագրությանը, նրանք էլ պետք է այդ հասկանան ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա։ Կամ պատերազմ, կամ այն որ ասում է վարկաբեկված խաղաղություն։ Լսելով Լևոնի հայտարարությունը, որ ասում է Ճապոնիան էլ կապիտուլյացիա եղավ, ուզում եմ պատասխանեմ ինքեր Լևոն Տեր-Պետրոսյան։ Ճապոնիան կապիտուլյացիա եղավ ատոմային բոմբի օգտագործումից հետո։ Հայաստանի Հանրապետության վրա ատոմային բոմբ ոչ մեկ չի գցել եւ չեն կարող գցի։ Համենայն դեպս որովհետեւ չունեն։ Մի րոպե։ Ահա։ Ինձ ստեղ նաև այդ ուղում են ասում են մենակ Թուրքիան չէ, նաև Ամերիկան եւ Ռուսաստան։ Այո, մենք հասկանանք աշխարհը, լավ այդպես ասեմ, աշխարհը ինչ փաստաթուղթ է դեմ տվել Նիկոլին։ Եթե մենք վերում ենք Ճապոնիայի օրինակը, որ գիտեք ինչ, տեսեք, Ճապոնիան կապիտուլյացիա եղավ։ Ճապոնիան կապիտուլյացիա եղավ երբ, նորից եմ կրկնում, երբ որ օգտագործվեցին միջուկային զենքերը։ Ճապոնիայի զորքը կռվում էր ինչպես հարկն էր։ Եվ Ճապոնիան պատրաստակամություն չուներ հանձնվելու։ Ճապոնիան երբ որ կապիտուլյացիա եղավ, կապիտուլյացիայից հետո Ճապոնիան խնդրել նորից ապրում է, գոյատևում է, բարգավաճում է եւ այլ։ Ինչու՞, որովհետեւ Ճապոնիան չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի նման բոզի տղա հարևաններ։ Եթե մենք վերցնում ենք Գերմանիայի օրինակը 45 թվական նորից, այո, Գերմանիան բաժանեցին, մի մասը FRG, մի մասը GDR, մի մասն անցավ ամերիկացիներին, մի մասն անցավ Սովետ միությանը, բայց նորից Գերմանիան չուներ այն թշնամիները, ինչ որ ունի Հայաստանը եւ Ղարաբաղը։ Լավ, երկուսը միասին Գերմանիայի կողքը կանգնած չէին այն երկրները, որոնք ուզում էին ամեն ձև ոչնչացնել գերմանացի ժողովրդին։ Չէ, տվեցին շանս, ասեցին խնդրեմ գնացեք, բարգավաճեք կոմունիզմը սկսեց իր աշխատանքը GDR-ում, կապիտալիզմը FRG-ում։ Բայց մենք ստեղ ոչ Գերմանիան ենք, ընկեր Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ Ճապոնիան ենք, ոչ էլ մեր հարևանը բաննա, Ֆրանսիան, կամ շատ ներողություն ընդեղի հետո va գալի Ռուսաստանը։ Մենք գործ ունենք երկու բոզի տղա պետության հետ, որոնք անում են հնարավորինս եւ անհնարինը աշխարհի երեսից ջնջել Հայաստանը։ Այն որ մենք պիտի հասկանանք ազգը, այո, պիտի հասկանա ինչ փաստաթուղթ է դեմ տվել, ոնց որ դու ես ասում, աշխարհը Նիկոլին, դրա մասին ոչ մի խոսք, որովհետեւ առանց այդ փաստաթուղթը տենալու, ով լմտեղից ելում է, էսի անենք, էնի անենք, սա ծծնենք, էս անենք, այն անենք։ Եղբայր, դու չգիտես այն թղթի վրա ինչա գրած։ Թղթի վրա գրածը հայտարարել էր Վարդան Ղուկասյանը, ասին լքվի սուտա, այտենց թուղթ չկա, մենք թուղթ չենք ստորագրում եւ այլն։ Ընկան Իսերիայի մեջ։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, Նիկոլը վազամատավ բունկեր, ասեն այտենց թուղթ չկա։ Okay, չկա։ Վարդան Ղուկասյանը ասում է հա չկա։ Չկա այտենց թուղթ, որը որ ես հրապարակել էի։ Բան չասի։ Նիկոլ հավաքի բոլորին Ռոբիկ, Սերժիկ, Լևոն, Գարեգին, Արամ, Արտագալստյան, չգիտեմ ընդեղ արտախորհրդարանական մի քանի ուժեր էլ եւս այդ ուզում ես։ Բացառությամբ Տիգրան Արզականցյանից, որովհետեւ մենք չենք հասկանում այդ մարդն ինչ ասում։ Եվ ցույց տուր այն թուղթը, որը որ քեզ դեմ է տվել աշխարհը կամ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին։ Եվ այդ կլոր սեղանի շուրջ նստած մարդիկ ավելի մեծ քաղաքական փորձ ունեցող, ինչքան էլ ուզենք թե չուզենք, ինչքան էլ ես զզվեմ Ռոբիկից, Սերժիկից, Լևոնից, Բակոյից, մյուսից, այդ մարդիկ ավելի լուրջ քաղաքական ճանապարհ են անցել եւ կայացել են, քան Ալոնան կամ Տիգրան Ավինյանը կամ չգիտեմ, Արարատ Միրզոյանը։ Ճիշտ է։ Մենք հասկանանք ինչ են քեզ դեմ տվել։
որպեսզի քո նման բոզի տղեն մի գեղեցիկ պայի չբռնի չստորագրի, ու ասի ես փրկեցի, ու փախնի կամ չփախնի, մտնի բունկեր, նորից խառի ժժնի իրար։ Կան չի բոլորին։ Իսկ եթե ընդեղ գտնվեն մարդիկ, որ չեն գա, ասենք Ռոբիկը, ընդեղ եթե կա մի մարդ, որը չի գա, ու մի մարդ ասում է, չէ, ես պիտի գամ իշխանություն վերցնեմ, որ իմ մեջումը չդնեն, թեկուզ եւ Հայաստանից մնա մի հատ Երևան, ես պիտի դա բան վերցնեմ, որովհետեւ ես Երևանում ունեմ հողեր։ Այդ չի գալի, վեր են գա։ Հրապարակեք ասեք, Ռոբիկը չեկավ, Սերժիկը չեկավ, չնայած Սերժիկը նախ տեկող է։ Լևոնն էլ եկող, Սերտրուսիկավորն էլ Ղարաբաղի սա ոչնթայֆեների։ Բացատրեք հասկանանք, ինչ են քեզ դեմ տվել, տղա ջան։ Եվ հասկանանք, ընդունելի է արդյոք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար այն փաստաթուղթը, որը որ մեզ դեմ է տվել աշխարհը կամ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին։ Հայաստանի Հանրապետությունը չի կռվում։ Մենք չենք տեսել Հայաստանի Հանրապետության կռիվը այս պատերազմում 44 օրյա։ Եվ չենք էլ տենում նորմալ այս պատերազմը, որը որ սկսվեց սեպտեմբերի 13-ից։ Գազոն ասում է փող ունենք ու հաղթելու ենք։ Լրագրողը չասեմ բոզի տղա ոնց։ Զենքդ ուր է։ Այդ փող դու ունես, ոնց ես հաղթելու։ Տեսեք, ես հայտարարել էի, չէ՞։ Կապված պարազենության մատակարարման հետ։ Անցավ 3 օր։ Մինչև օրս ոչ մի քպական, ոչ մի պնական, ոչ մի Սուրեն Պապիկյան եւ այլն չեկան ասին Արտակ Գալստյան, դուք ինչ-որ զենքի կամ զինամթերքի հետ կապված ուղիներ եք ուզում ցույց տայք։ Ինչպես կարող ենք օգտվել այդ ուղիներից։ Բացարձակապես ոչ մի ձայն։ Դիրքերում զենքի դեֆիցիտ է, օդը բաց է եւ այլն եւ այլն եւ այլն։ Որովհետեւ մենք հասկանանք, եթե նման բես այդ Հունաստանի բարձրաստիճան դելեգացիան գյուքա, հեսա Հայաստան, հիմա տենանք սրանց ինչ են ասելու, հեսա հույները կգան, կասենեք եկես անենք, են անենք, սրանք ոչ եմ կասեն, չէ, ելդերը մի խերը կաղցրա, մենք ելդերը մենք ուզում ծծենք, հաջողություն հույներ, անամնիսիս։ Հեսակ տենանք էտ հույն եկավ ինչ են անելու, մերանք ասելով հակաթուրքական դաշինք, Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Իրան եւ այլն ձեն չկա։ Նստած են էշիականժում։ Բան քնած են։ Այո, նորից եմ կրկնում։ Մենք պետք է տեսնենք այդ փաստաթուղթը, որպեսզի հասկանանք, որն է ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Առանց այդ փաստաթուղթը տեսնելու, հելնել ոչ մի կոչ անենք, սրան պետքա ծծծնենք, սրան պետքա վառենք, էս անենք, այն անենք։ Ալմտություն է։ Եվ ես ամենաշատը ես եմ ուզում այդ փաստաթուղթը տեսնել։ Կամ ծանոթանամ հեռակա այդ փաստաթղթի հետ։ Ու ես ընտենամ արդյոք այդ այն փաստաթուղթն է, որը որ ես բարձրաձայնել էի։ Որ հելանասին սուտա նման փաստաթուղթ չկա։ Միգուցե դա է պատճառը, որ ինքես Նիկոլը չի ուզում հավաքի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի եւ ասի խնդրեմ։ Որովհետեւ եթե հանգարցակի հանեց այն թուղթը, որը որ ես եմ կարդացել, այդտեղ կարող է գտնվեն կուլտուրական մարդիկ, ասեն, այ բոզի տղա, բասում էիք սուտա։ Հիմա եթե ես սուտ եմ, ես ուզում եմ որպեսի ընկեր Նիկոլը գիտությունների ազգային շենքում կամ չգիտեմ որ մի գրող ուսեր ցավի մեջ ազգազեմիայի շենքում կամ չգիտեմ որ մի գրող ուսեր ցավի մեջ հավքի բոլորիկ ինչ տենք անել։ Այս առաջարկությունը, որը ասում ես ինձ վրա զարմացած եմ, բայց այո, այն որ նորմալ առաջարկություն է, դրա մասին ոչ մի խոսք։ Դու պիտի իմանաս ինչա ուզում քեզնից աշխարհը կամ հակառակորդը, որ ըստ այդմ քո քայլերը այդպես ասած ձևակերպես։ Հուսանք Նիկոլեն մոտակա ժամանակներս մինչև Էրդողանի հետ հանդիպումը կամ Էրդողանից հետո մեզ բոլորիս կծանոթացնի, այսինքն ընդդիմադիր եւ առաջատար կուսակցությունների
կծանոթացնի ինչ փաստաթուղթ են իրեն դեմ տվել, քանի այսպես ասած վարիանտներ։ Հետո կհասկանանք ոնց ինչ եւ այլն։ Նորից եմ կրկնում հաղորդման վերջում Սուրմալույից պայթունից դուրացները հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին ովքեր որ արդեն իրենց փաստաթղթերը ներկայացրել են, խնդրում եք ներկայանալ Գայի պողոտա 2 իրենց հատկացված ֆինանսական օգնությունը ստանալու։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։